նոյեմբերի 25-ին դիմում ենք ներկայացրել ազգային ժողովի նախագահ Արմեն Սիմոնյանի անունով, որ մեզ պետք է պատասխան տային 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որը որ չգիտես խի արխիվացվեց։ Լուսականի մեզ պատասխան չունեն տալու։ Դրա համար դիմումի տեսքով ուղարկել եմ, որ 927 ստորագրությունով, որ այսքան մարդիկ ու ես կարծում եմ, որ այդ հարցը ոչ թե մենակ մեզ անետ կորածների հարազատների զոհվածների, նաև այն հանրությանն է հետաքրքրում այդ պատերազմի մեղավորները եւ այլ եւ այլ։ Ովքերով եք ներկայացրել։ Ծնողներով եւ հասարակական կազմակերպության անուններից։ 900 հոգի։ Բանը որ է թողել։ Այս նույնի երկրորդ օրինակը իրանց է տրվել։ Հույսի ճրակ հասարակական կազմակերպության նախագահ, այսինքն ես Արսեն Ղուկասյան եւ ճշմարտության իրավունք ՀԿ-ի նախագահ Պատրիկ Սոբոյանի անունից։ Եվ 929 ստորագրությունով։ Տեղյակ են իրենք։ Տեղյակ են իրենք շատ լավ։ Հանդիպում են լինելու։ Մենք հանդիպում չենք ուզում, մենք պատասխան ենք ուզում, որը չեն ուզում տան։ Պատասխանը չեն ուզում տան, արդեն ժամու համարյա մոտ 2 ժամը մենք այստեղ ենք, 2 ժամը արդեն ասել ենք, որ մեզ տվեք պատասխան, իրանք մեզ պատասխան չեն տալի։ Էլի արհամարված հերթական անգամ, էլի այս ծնողներին արհամարած վիճակ, հիմա ես կարամ ձեզ էլ ասեմ, դուք էլ դրանց հետ ձեր մոտ, ծնողները ես հետ, որ տենում են իշկա պետք ասես գանին, ռոպեր մենք գացտասնում, մենք ճշտում ենք, մենք ճշտացա վաղուց ես հոգտեմ, հունվարի 39-ին եմ զանգել, ասել եմ, իրենք ասել, հա, դիմում։ Անդրանիկ Քոչարյանին եք ուզում հանդիպել, պատասխան տալ։ Չէ, այդ հարցի վերաբերյալ մեզ պատասխան ենք ուզում գրավում։ Հասկանալի, Անդրանիկ Քոչարյանն է նախաձեռնել այս ամեն ինչը, դա հանրային թեմա է, դա հանրությանը հետաքրքրող թեմա է, դա չի կարելի վերցնել պրոստը ազգային ժողովի շենքի պատերի ներսում սենց ոչ լսումներ դնեն, ոչ ասեն, ոչ մեկին, դա արհամարանք է բոլորի համար։